Գյուղատնտեսության նախարարը վարչապետի նկատողությունից հետո հակակոռուպցիոն առաջին փոփոխությունը սկսել է բուսասանիտարական վարչությունում, հանձնարարվել է փոխել վարչության պետին։ Ոչ միայն հենց այդ բնակավարում էր, նաև այդ բնակավարում կային որոշ թերություններ, որոշ խնդիրներ, որոնք մենք արդեն իսկ կարգավոր կանոնադրել։ Ամեկ+-ի հետ զրույցում նախարարը նշեց, որ բուսասանիտարական վարչությունում փոփոխություններն անհրաժեշտ էին, քանի որ սահմանային հսկիչ կետերում Հայաստանի Հանրապետություն ներկրվող եւ արտահանվող ապրանքների գործընթացը հստակ ու արդյունավետ չէր իրականացվում։ Վարչապետի վերահսկողության ուսումնասիրության արդյունքներում որոշակի խնդիրներ դեր կտան նաև լիցենզավորման վարչության հետ կապված, որի վարչության պետը եւ համապատասխան աշխատակիցներից ազատվել են աշխատանքից, մնացածը կարգապահական պատասխանատվության ենթարկվել։ Գերասիմ Ալավերդյանը վստահ է, որ այս փոփոխություններից հետո իր ղեկավարած նախարարությունում կվերանան բոլոր թերացումները, իսկ թե ինչու մինչ այժմ դրանք չէին շտկվում, նա արդարացավ, թե միշտ աչալուրջ է եղել եւ հաճախ է փոփոխություններ կատարել։ Իդեպ այս նախարարությունում գարնանը եւս եղել են կադրային փոփոխություններ, կրկին վարչապետի նկատողությունից հետո։ Նարինե Իրիցյան, Հովսեփ Հովսեփյան, IPF։